Հայրենի Նորագյուղում ծնված եւ մեծացած Արման Մարտիրոսյանը դեռ մանկուց էլ երազում էր իր սեփական տունը կառուցել։ Խորհրդանշական էր նաեւ ընտրված վայրը, այն հողատարածքն էր, որը պատկանում էր զոհված հորեղբորը։ Երազանքներն իրականանում են, եթե դու ջանք ու սեր ես ներդնում։ Տունը սկսեցինք սարքել, առաջին փուլը ես ու երջանկայիշատակ պապաս, պապն էլ էր միշտ, քանի որ ինքը արդեն հասունացել էր տարիքով, միշտ շտապում էր ու միշտ ասում էր արի մի բան անենք, քանի կենդանի եմ, մի բանով կօգնեմ, եւ սկսեցինք այդ շինարարական աշխատանքները, հիմքի եւ հումքի պատրաստման աշխատանքները։ Հետո 16 թվականին ապրիլյան պատերազմից հետո պապիկը մահացավ, մի կարճ ժամանակով դադարեցինք, ես քանի որ համուսման մեջ էի, համ աշխատանքի էի, համ դեռ այդ տարիքում դեռ ամուսնացած չէի, մի որոշ ժամանակ դադար տվեցինք։ Ինչքան էլ զարմանալի թվա, բայց թեժ պատերազմի օրերին էլ մտովի նախագծում էր իր երազած տունը։ Դիրքերում մահվան վտանգի տակ պատկերացնում էր գծանկարները, որոնցից մեկն էլ հանգստի համար պատշգամբ պատրաստելն էր, որտեղից երևում են Ստեփանակերտը, Շուշին եւ Քիրս-Սարը։ Այդ իղձը դեռևս մնացել է անկատար։ Միայն Բաքում պահվող խրոխտ ծեսքով Գամփրի անունն է քիչ դրել, ցանկանալով հայկական Սարի անունը ամեն օր տալ։ Պատերազմից հետո եկա 2-3 կամ 4 օր մաքսիմում հանգստացա։ Արմինեն քանի որ ժամանակ Հայաստանում էր, ինքն էլ շուտ եղա, առաջիններից մեկը տեղափոխվեց, հետ եկավ Արցախ։ Ստեղ ինձ ունեի նյութ, շինարարական նյութեր ունեի, որոնք ժամանակի եւ եղանակի հետ կապված պիտի փչանային, բայց մարդկանց մոտ այդ պահին չկար տրամադրվածություն, ինչ որ մի բան անելու, մի տեսակ հուսահատություն կար եւ այլն։ Բայց իմ հուսահատությունս ավելի շատ այս տան վրա էր արտահայտվում, որ իմ համար սա նպատակ էր, սա երազանք էր, սա իմ համար մի հատ քննության նման մի բան էր, որը պիտի ես հանձնեի ու սիրտս դրանով պիտի հանգստանար։ Մի օր եկա, նայեցի պատերին, այն վաղտը պատերն էր հիմնած, ծածկը կար, դեռ տանիքի աշխատանքները ավարտված չէին։ Նայեցի եւ ասացի, չէ, ես պիտի վերջացնեմ, կիսատ չեմ թողնելու, անկախ ամեն ինչից եւ սկսում եմ։ Ու սկսեցինք մինչեւ 2020 թվականի տարեվերջ տանիքի աշխատանքները վերջացրեցի, այնտեղ մի քիչ էլի գործեր կար, վերջացրեցի, որ տունը կարողանար ձմեռել։ Հետո արդեն հանգիստ խղճով ձմեռեցինք ու գարնանը նորից նոր շունչ տվեցինք մեր շինարարական աշխատանքներին ու սկսեցինք արդեն ներքին հարդարման աշխատանքները եւ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին տեղափոխվեցինք մեր նոր տուն եւ արդեն մի տարի մի քանի ամիս այստեղ են բնակվում, մեր փոքրիկը այստեղ է ծնվել եւ այստեղ է երևի առաջի քայլերը անելու, ով թե երևի այլ վստահ են ու հուսով ենք ու այդպես էլ շարունակում ենք մեր կյանքը։ Ի տարբերություն մայրաքաղաքի, գյուղական միջավայրի վրա շրջափակումը չնչին ազդեցություն է թողել։ Սննդամթերքի սուր պակաս չի զգացվում։ Հաշվի առնելով թշնամու գազամատակարարումն անջատելու սովորությունը, ջեռուցման հետ կապված խնդիրները լուծվել են փայտե վառարաններ տեղադրելով։ Մեր համար դաժե այդ լույսերի անջատումները 2 ժամով մի քիչ ոնց որ ռելաքսի ժամ լինի։ Մեր հիմնական սալգործերը գինես պլանավորվում է օրվա ընթացքում երեխայի հետ կապված, սա հասցնում է եւ լույսերի անջատման ժամանակ երեկոյան ժամերին վառում ենք փեչը, մոմը միացնում ու երեխայի հետ այդ 2 ժամը մեզ համար շատ հետաքրքիր է անցնում։ Համ ընտանեկան ջերմություն կա, համ նենց ջերմությունը չի պակասում եւ մեր համար հետաքրքիր է։ Իմ կարծիքով սա ինձ եւ մեր համար դաս է, որ մենք մնալով այստեղ, ապրելով այստեղ պիտի ընդունենք իրողությունը, պիտի հասկանանք ինչ իրավիճակում ենք ապրում ու պիտի քայլենք իրավիճակին համահունչ։ Այսինքն վաղը եթե ճանապարհը բացվի, մենք անցնենք մեր բնականոն կյանքի, մենք պիտի միշտ պատրաստ լինենք նմանատիպ իրավիճակների էլի հանդիպելու։ Մասնագիտությամբ լինելով գյուղատնտես, Արման Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել իրենց հատկացված հողագտորներում, քանի որ կլիման, հողը եւ ջուրը տալիս են այդ հնարավորությունները։ Ուղղակի անհրաժեշտ է աշխատասիրություն։